Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանին։ Ուղիղ 10 տարի առաջ այս օրերին պատերազմ էր, որը տևեց ընդամենը 4 օր և բոլորիս հիշողության մեջ մնաց որպես քառօրյա պատերազմ։ Այն ավարտվեց ապրիլի 5-ին ժամը 12-ին, երբ թշնամին նախօրեին պարտադրված էր հրադադար խնդրել։ Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր հրավիրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների ներկայությամբ ես արդեն հայտարարել էի, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հարգելի հանրապետականներ, ողջունելով բոլորիդ, մեր կուսակցության հերթական 18-րդ համագումարում առաջարկում եմ, մինչ մենք կանցնենք այսօրվա մեր աշխատանքին, հիշենք և հարգանքի տուրք մատուցենք քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակ հերոսների լուսավոր հիշատակին։ Նրանք այն երևակայելի խիզախության և անձնազոհության բազում օրինակներ են ցույց տվել։ Երախտագիտություն հայտնենք այն բոլոր զինվորականներին, բարձրագույն հրամանատարական կազմից մինչև շարքային զինվոր, ովքեր այդ պատերազմում ագրեսոր թշնամու պլանները ձախողեցին և մի քանի օրում պարտադրեցին հրադադար։ Մեկ րոպե լռությամբ հարգենք ինչպես քառօրյա պատերազմում, այնպես էլ բոլոր ժամանակներում մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների անմահ հիշատակը։ Փառք և պատիվ նրանց։ Շնորհակալ եմ։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի և միասնականության վկայությունն են։ Եվ այսօր, երբ լրանում է քառօրյա պատերազմի տասնամյակը, մենք պարտավոր ենք հիմնավորապես գնահատել այդ օրերի իրադարձությունները, դրանց ազդեցությունը բանակցային գործընթացի վրա և մեր երկրի ներքաղաքական կյանքում։ Ակնհայտ է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսած հակառակորդի նպատակները ձախողվեցին, որովհետև նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջնագիծը, այլև մեր միասնականությունը, հավատը և արժանապատվությունը։ Այդ օրերին համախմբված աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իր ընտրությունն արժանապատիվ խաղաղությունն է, իսկ ինքնապաշտպանությունը իր բնորանում անվտանգ ապրելու երաշխիքը և անօտարելի իրավունքը։ Այդ օրերին թե հայկական բանակը, թե հայկական դիվանագիտությունը միասին ծառայում էին երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի շահերին։ Բայց դրսից ֆինանսավորվող տարբեր կազմակերպություններ կարճ ժամանակ անց սկսեցին նպատակաուղղված հրահյուրանքներ տարածել, իբր հայկական կողմը ունեցել է մեծաթիվ զոհեր, զինվորները ունեցել են զինամթերքի և սննդի պակաս, զինտեխնիկան
ապահոված չի եղել դիզվառելիքով եւ տարատեսակ վարկաբեկիչ անհիմն բամբասանքներ ու մեղադրանքներ հայկական բանակի վերաբերյալ։ 2018 թվականի իշխանազավթումից հետո բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ եւ զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել ապրիլյան քարոզիա պատերազմի մասին, հետո ազգային ժողովում ստեղծեցին քննիչ հանձնաժողով եւ ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն ու զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը եւ մեր միասնությունը։ Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով, հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր։ Դրա մասին ես հանգամանորեն խոսել եմ եւ քննիչ հանձնաժողովում եւ իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։ Ի դեպ, այսօր ցանկանում եմ